հրդեհի մասին խոսել, հրդեհ տեղի ունեցավ, այստեղ տեսնում եք Կալիֆոռնիայի հյուսիսում հեղեղ հրդեհ այսպես վիճակ է տիրում տարբեր նահանգներում, շարունակենք, այստեղ տեսնում եք եւ տարբեր տեղերում ինչ որ ասացի Կոլորադո նաեւ տեսեք այսպես Kansas, Louisiana միտեղ հրդեհ է, միտեղ հեղեղ է հիմա տեսնում եք Նյու Մեքսիկո, որը մեր մասամբ հարևանության է, Արիզոնայից հետո հարևան է, Յութա, տեսեք հրդեհ է այս տարածքներում, Նյու Մեքսիկո, Յութա, Կոլորադո, այսպես վիճակ է տիրում։ Իսկ ավել արևելքում Նյու Մեքսիկոն եք նորից տեսնում, ավել արևելք, եթե հիմա քիչ հետո կտեսնեք, այնտեղ նաև հեղեղ է տեղի ունենում, այսպես տեսնում եք, անձրև, որոշ տեղերում նաև կարկուտ է տեղի ունենում, Թեքսասում 80 մայլ, տեսնում եք կարկուտ է տեղի ունենում, այսպես ամեն տեսակը գոյություն ունի այս երկրում, այս վայրկյանից, ինչ որ այստեղ տեսնում եք, եւ ինչ որ ասում էի ձեզ նաև պատկերացրեք աշխատում են հրդեհը մարեցնեն Թեքսասում 80 ժամ արագությամբ ժամական փոթորիկ է տեղի ունենում, տեսեք ինչ դժվար կացություն է։ Ինչ որ տեսնում եք ամենայն դեպս Նյու Մեքսիկո, Յութա, այդ տարածքներում հրդեհ, մյուս տարածքներում հեղեղ եւ անձրև է, կարկուտ է գալիս անգամ։ Ես հիմա ուզում եմ շարունակել խոսել, հիմա միայն այստեղ չի, որ հիմա ամառը շոկ է, Ֆրանսիայում առաջին անգամ լինելով 105 Ֆարենհայթ ջերմությունը ասել է 105 Ֆարենհայթ։ Գիտեք Եվրոպայում մարդիկ այսպես սառեցնելու, ուրեմն air condition այնտեղ գոյություն չունի։ Նրանք որ երևի շատ մեծահարուստ են, կարող է իրենց տան մեջ air condition ունեն, բայց ընդհանուր այնտեղ air condition գոյություն չունի։ Ամառը զով է միշտ, հանգիստ է, իսկ հիմա պատկերացրեք 105 Ֆարենհայթ, որ մոտարապես լինում է 41 աստիճան սանտիգրադով, ինչ որ մենք ծանոթ ենք, եւ դա անսովոր է իրենց համար, ես ուզեմ դա ցուցադրել, եւ տեսեք Փարիզում 106 է, ուրեմն 41 աստիճան, Մադրիդում 40, պատկերացրեք, Հռոմում 97, Լոնդոնում 96, որ էլի շատ շոկ է իրենց համար, ասացի, սա տարօրինակ է այնտեղ, այս ջերմությունը ինչ տեսնում եք, եւ Փարիզում տեսնում եք, ուր որ ջուր գտնում են ջուրի մեջ, ավազանների մեջ են մտնում, այնքան որ շոկ է։ Եվ այդ բերումով 46 հոգի Ֆրանսիայում, որովհետև երբեմն մտել են այն ավազանների մեջ, որ խորությունը չգիտեն, որովհետև այդտեղ մարդ չկա, որ նայի, չպիտի մտնեն, այսպես safety համար, գիտեք, ամենտեղ մարդ է լինում, որպեսզի ջուրից փրկի անձնավորություններին, բայց որտեղ ոչ մետեղ նկատի չեն առել, որ մարդիկ կմտնեն, բայց այնքան շոկ է մտնում են 48 հոգի խեղդվել են ջուրի մեջ։ Պատկերացրեք ինչ թվի մասին ենք խոսում։ Այստեղ տեսնում եք Ֆրանսիայում տեղի ունեցել 15 միլիոն մարդ Ֆրանսիայում heat wave-ի մեջ է կամ շատ շոկ եղանակ է։ Եվ ինչ որ տեսնում եք այստեղ, որ ջուր են գտնում, այսպես մտնում են ջրի մեջ եւ unsupervised, մեկը չկա նայի, որ տեսնի հանկարծ մեկը չխեղդվի կամ լողալ չգիտի, իթան իրեն փրկեն, դրա համար տեսակ այդտեղ 48 հոգի մահացել են։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, պետք է շարունակեմ խոսեմ դեմոկրատների եւ ռիփաբլիկանները համաձայնության էին եկել, սովորաբար այսպես չի լինում։ Եվ ներկայացրին նախագահին, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Երևան Post-ն է հովանավորում ծրագիրը։ Երևան Post ձեզ է առաջարկում մի ծանրոց
եթե օթանավով ցանկություն ունեք կրկելու, փանդը $2.99 սենթով կարող է կրկել Հայաստան։ Իսկ նավով մի ծանրոց իրենց հանձնեք, երկրորդ ծանրոցը անվճար կտանեն ձեզ համար $30 ծանրոց վերցնեք, մյուս $30 ձեզ անվճար հանձնելու են։ Երևան Post գտնում եք Grand Hills քաղաքում։ Իսկ նաև կարող եք ուրիշ, եթե տեղափոխվում եք գնաք Հայաստան մշտական ապրեք, կամ ձեր ազգականներին պետք է ղրկեք, տեսնում եք ահա այսպես իրենց են հանձնում։ Եվ գումար եթե փոխանցեք, դրամ եթե փոխանցեք 1%, դրամ փոխանցելը 1%։ Ծրագիրը նաև հովանավորում է Court Furniture հովանավորում է Central եւ Մրթել փողոցի հատման կետում է 405 freeway եւ Euclid փողոցի հատման կետում Orange County-ում, Santa Ana-ում, Washington նահանգում, Oregon-ում, Texas-ում, New York-ում կենտրոններ ունեն 100-ից ավել Court Furniture խանութ ունեն։ Եթե նոր մատրես պիտի գնեք, անպայման Court Furniture այցելեք։ Ամեն մատրես 8 տարի է իր օգտագործման ճիշտ ժամանակը, նրանից հետո հարմար չի այդ մատրեսը օգտվելը։ 8 տարի մեկ պետք է փոխեք այդ մատրեսը։ Այցելեք Glendale-ում Central փողոցի վրա։ Շահին թուրն է հովանավորում ծրագիրը։ Շահին թուրը այսպես շրջագայություն է կազմակերպել Ֆինլանդիա, Շվեդիա եւ Նորվեգիա։ Օգոստոսի 3-ից մինչև 13 $3,900 է, $3,980 է all inclusive, ամեն ինչ նկատի առնված է, բայց հավելյալ տեղեկությունների համար զանգարեք այս հեռախոսահամարին իրենց հետ խոսեք։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, եթե դուք վարձակալ եք, վարձել եք մի տարածք, ապարտման եք վարձել, առանձնատուն եք վարձել, պետք է մաքուր լինի, բնակելի լինի։ Սա հեռախոսահամարն է իրենցը, զանգարեք, դուք ոչինչ չեք վճարում, եթե փաստաբանը հաջողեց ձեզ համար գումար վերցնի, հետո իրեն կվճարեք։ Ուրեմն այդ բոլորը անվճար խորհրդակցություն եւ աշխատանք կատարելու համար մինչեւ հաջողի զանգարեք եւ խոսեք։ Կվերադառնա։ Միացյալ Նահանգների Սենեթում առաջին, գիտեք, դեմոկրատներ, ռիփաբլիկանները իրար հետ ոչինչի վրա չեն համաձայնվում։ Ամենայն դեպս մի նյութի վրա համաձայնվեցին, որ մատչելի կներով բնակարաններ գումար հատկացվի, որպեսզի այսպես housing կամ major housing bill, ուրեմն առաջարկություն այս էր, որ կարողանան մարդկանց օգնեն, քիչ եկամուտ ունեցող եւ բնակարաններ affordability, ուրեմն affordable լինի, այսինքն հարմար լինի մարդիկ կարողանան բնակարանների մասին որոշ օգնություններ հասնի հանրությանը, ուրեմն Սենեթում համաձայնվել են, դեմոկրատ ռիփաբլիկան համաձայնվել եւ ուղարկում են նախագահ Թրամփին, ամեն ինչ պատրաստված է, որ նախագահը պիտի ստորագրի, հանկարծ մի ժամ ու կես նախքան այդ ստորագրության, որ ամենը հավաքվել են նախագահը պիտի ստորագրի, հանկարծ նախագահը ասում է, ես չեմ ստորագրելու, թեև ինքը գնացել էր օրենսդիր մարմնի պալատը, չի ստորագրում, պատճառը չի ստորագրում, որովհետև ասում են, որ այս ընտրության վերաբերյալ ինքը մտահոգ է նախագահ Թրամփը, որ բոլորը պետք է երբ որ գնում են ընտրության ID ունենան, մի բան ցույց տան, որ իրենք citizen են։ Նախագահը ասում է, որ խարդախություն է լինում ընտրությունների ժամանակ, բայց մինչև հիմա այսպես մասսայական խարդախություն չի եղել։ 1 հոգի, 5 հոգի այսպես խարդախություն եղել է, բայց որևէ փաստ չկա ըստ տվյալների, որ խարդախություն է լինում, ամենայն դեպս ինքը ասում է, որովհետև ներկայացնի տան եւ սենետը այդ հարցին չեն համաձայնվում եւ նաեւ մեկ ուրիշ հարց այսօր, այսինքն երեք եղավ, որ ես բացատրեցի եւ այսօր նախագահը այնտեղ բողոքում էր այդ հարցի վրա, սա է, որ Իրանի պատերազմը ինչ որ տեղի ունենում
նախագահները երբ մի պատերազմ սկսում են մինչև 20 օր, որտեղ կարող է պետք լինի, որ անմիջական նախագահ հրաման տա զորքը հարձակվի կամ պաշտպանվի ուրիշ հարձակումից, ուրեմն նախագահը 60 օր կարող է որևէ պատերազմ մասնակցի կամ ուրիշ երկրի հետ կամ պաշտպանողական պատերազմ սկսի ուրիշ երկրի հետ, բայց նրանից հետո եթե ավել երկար է տևելու, քան 60 օր պետք է գա օրենսդիր մարմնի, ներկայացնի տուն եւ սենեթի այսպես համաձայնությունը կամ իրենք անցկացնեն, որ ինքը իրավունք ունի շարունակելու եւ այդ բերումով սենեթում 50 սենեթորներ քվեարկեցին այդ հարցին, որ պետք է գա եւ այս Իրանի վերաբերող պատերազմը ավարտի բերի եւ կա իրավունք վերցնի, եթե պիտի նորից պետք է պատերազմ շարունակվի եւ 48-ը դեմ քվեարկեցին այս հարցին, այս պատերազմին վերաբերող, որը մինակ ռիփաբլիկաններն էին, որ դեմ քվեարկեցին, 4 ռիփաբլիկաններ միացան դեմոկրատներին, ուրեմն մեծամասնություն եղավ, ուրեմն անցավ դա, բայց եթե մինչև 60 հոգի չքվեարկեն, չեն կարող ստիպեն նախագահին, նախագահ կարող է վետոյի ենթարկի այդ հարցը։ Հիմա ես այստեղ ուզում եմ ցույց տալ, այսօր գնացել էր եւ մեկ Բիլ Քասիդի այստեղ վիճաբանում էր իրենց հետ։ Միայն ռիփաբլիկանների հետ հանդիպում ունեցավ, տեսնում եք այդտեղ մակրերն էին, սրանք ներկայացնի տան անդամն են, խոսնակն է, բոլորը գնացել էին, որ այդ հարցը ստորագրելու համար ու հանկարծ նախագահը ինչ որ ասացի մի ժամուկես նախքան այդ գրում է ես cancel եմ անում, չեմ ստորագրելու այդ ինչ որ Save America Act-ը չեմ ստորագրելու, այդտեղ տեսնում եք, որովհետև Save America Act-ը չեն հաստատում, ուրեմն ես չեմ ստորագրելու։ Տեսնում եք այդ 50-ով 48-ը քվեարկեցին, որտեղ պատերազմը Իրանի հետ դրա մասին էր։ Այստեղ եթե ընտրությունների մասին է ինչ-որ նախագահը մտահոգ է, նախագահը ասում է, որ նավթը շատ տեսեք այստեղ պատրաստված է, որ նախագահը նստի այդ աթոռին եւ այդ բիլը կամ առաջարկությունը պիտի ստորագրեր, որպես օրենքի ենթարկվեր կամ օրենքի վերածվեր, որ այստեղ տեսնում եք չի ստորագրում, այնինչ որ ասացի affordability, սենեթերներն անգամ ռիփաբլիկանները մտահոգություն են հայտնում։ Ասում է նախագահը ասում է դա շատ կարևոր չի, այդ որ մատչելի դարձնելը, տեսնում եք ամեն ինչ տանում են, որ նախագահը պիտի գա ստորագրի, սենեթի ղեկավարին եք տեսնում ծախում։ Իրեն հարցնում են այդ housing, բնակարանների այդ բանաձևը պիտի ստորագրես, նախագահ Թրամփն է տեսնում եք, Republican սենեթորի ինքը այդ պատասխանը այդ էր, որ հետո դրա մասին շատ կարևոր չի։ Սա Բիլ Քասիդի, երբ որ ռիփաբլիկանների հետ հավաքված է լինում նախագահ, միայն ռիփաբլիկան սենեթորների հետ, որ սա նաև Բիլ Քասիդին ռիփաբլիկան սենեթոր է, ուրեմն գոռում է այս Բիլ Քասիդին, որ ինչու պիտի քվեարկեն War Power Acts, այսինքն որ իրավունք տան նախագահը ստորագրի եւ հետո շարունակում է, որ արդյոք հարցնում ես, թե հենց այսպես բանը խոսում ենք մասին, թե ուզում ես իմանաս, ինչու մենք ուզում ենք այդ ստորագրենք, որ նախագահ պետք է 2 ամսից հետո կա իրավունք վերցնի, եւ ասում եմ ես կանգնեցի ու ասացի կանգնում է եւ գոռում է նախագահի վրա, որ մարդիկ ուզում են իմանան, որ Իրանում ինչ է կատարվում, որտեղ գիտեք այստեղ չի ասում, բայց նախագահը որոշեց Նաթանյայի խրախուսանքով առանց մեկին հարցնելու, առանց տեղյակ պահելու ներկայացնի տուն եւ սենեթին գնացին սկսեցին ռմբակոծել Իրանը, ոչ ոքի հետ չէր խորհրդակցել, քանի որ նման ժամանակ նախագահը անպայման, եթե բոլոր սենեթորներին, բոլոր ներկայացնի տան անդամներին անգամ
չեն ուզում ասեն, որ ինչպես հիմա մենք հարցակվելու ենք մի ուրիշ երկրի վրա, եթե բոլորին ասեն, բնականաբար հարցը տարածվելու է։ Ղեկավարությանը, դեմոկրատների, ռեփաբլիկանների ղեկավարությանը կանչում են եւ նրանց տեղյակ են բանում։ Օրինակ, դա օրինակներից մեկն էր Օբաման, երբ որ հարցակվեց Լիբիայի վրա, Բուշ զավակը, երբ որ եւ նույնը Բուշ հայրը Իրաքի վրա Բուշ հայրը հարցակվում էր այդպես օրենսդիր մարմինի ղեկավարության կանչում Բուշ զավակը ուրեմն Իրաք հարցակվելիս եւ նաեւ Աֆղանստան հարցակվելիս ղեկավարությունը կանչել էր հետո սկսեց, այսինքն ինքը չի որոշում ու կնում պատերազմը սկսի եւ տեղակ չպահի օրենսդիր մարմինին, որ ինչ է տեղի ունենում։ Թրամփը այդ գործը չէր արել, դրա համար ասում եմ մենք էս անց են կացնում այս հարցը, որ մյուս անգամ եթե պիտի պատերազմ մասնակցի կան եւ տեղյակ պահեն օրենսդիր մարմնին։ Ես ուզում եմ նաեւ հիմա խոսել Զոհրան Մամդանիի մասին։ Նյու Յորքը ընտրել է սա մեկ Յուգանդա ծնվել է Ուգանդայում, մեծացել է Նյու Յորքում, 34 տարեկան է եւ կարողացավ անցյալ տարի ընտրվի Նյու Յորքի որպես քաղաքապետը ընտրվեց, Նյու Յորքը լինելով ամենամեծ քաղաքը Ամերիկայի, երկրորդը Լոս Անջելեսն է, Լոս Անջելեսում 4 միլիոն մարդ է ապրում, Նյու Յորքում 8 միլիոն 200,000 մարդ է ապրում, շատ կարևոր է քաղաքապետ լինել այդպես խոշոր Ամերիկայի ամենախոշոր քաղաքի։ Ամենայն դեպս այս ընտրություն էր տեղի ունենում, գիտեք, նախնական ընտրություն էր տեղի ունենում Նյու Յորքում սովորաբար դեմոկրատները նախնական իրար հետ մրցակցում են, հետո իրենց համար շատ հեշտ է, որտեղ ռեփաբլիկանները շատ ուժ չունեն Նյու Յորքում, ուրեմն ով որ նախնական ընտրությանը ընտրվում է, Կալիֆոռնիայի նման է, եթե մեկը ընտրվում է, դեմոկրատ ընտրվում է Կալիֆոռնիայում, Նյու Յորքում այդպես է, նահանգներ կան, օրինակ Թեքսասում հակառակն է, ռեփաբլիկաններն են այնտեղ որ ավելի հզոր են։ Ուրեմն եթե մեկը ընտրվում է նախնական ընտրությանը, նոյեմբերին անպայման կընտրվի։ Ինքը իր հովանավորությունը դնում է 3 հոգու վրա, որ իրենք ընտրված մարդիկ չեն։ Երկուսը պետք է պայքարեին ընտրված մարդկանց դեմ։ Շատ դժվար է challenge-ը մեկ օր առաջի անգամ ուզում է ընտրվի, կարողանա հաղթարի, նա որ այդ աթոռը զբաղեցնում է, մանավանդ որ տարիներ զբաղեցնում է, որտեղ նրանք տարվա ընթացքին անընդհատ գումար են հավաքում, որպեսզի ընտրության մասնակցեն։ Ամենայն դեպս ինքը Նյու Յորքի ներկայացնի տան անդամների, որ ընտրված են, նրան չի հովանավորում, այլ ուրիշ մարդիկ, որ այսպես ավել ես կասեի ծայրահեղ դեմոկրատները նրանց է հովանավորում եւ 3-ը ընտրվում են, որովհետեւ ինքը գնում էր եւ խրախուսում էր ժողովրդին, որ այս 3-ին դուք ընտրեք։ Հիմա այստեղ ես ուզում եմ ձեզ ցուցադրել եւ որոշ դեմոկրատ կուսակցության ղեկավարությունը իր այս վարկին վրա բարգացած է։ Այս 3 անձնավորությունն է, որ իր հովանավորությամբ ընտրվել են։ Այստեղ սրանք ընտրյալ երկուս ընտրյալ մարդիկ են, որ տարիներ ծառայել էին այդ աթոռը զբաղեցրել էին Նյու Յորքում եւ հիմա չկարողացան ընտրվեին։ Եվ մեկ աթոռը իհարկե թափորը մնացել, ամենայն դեպս այս 3-ին հովանավորում են, 3-ը ընտրվում են, տեսնում եք այսպես, ինքը իրենց հետ է, կապույտ շապիկով քաղաքապետն է, 34 տարեկան, իր կողքիները այս նորընտրյալ անձնավորություններն են, որտեղ ասացի դեմոկրատ կուսակցության ղեկավարությունը Նյու Յորքում այս իրեն միջամուխ լինելը եւ ընտրյալ մարդուն կարողանալ աշխատանքից հանելը բարգացած են։ Իրենք այս անձնավորությունները, որ ընտրվել են, այդքան Իսրայելին պաշտպանող չեն։ Նաեւ ինքը քաղաքապետը, ինքը Նյու Յորքի քաղաքապետը, որ Ուգանդայի մուսուլման է ինքը նաեւ Իսրայելը ասում է մեղադրում է Իսրայելին, որ այնտեղ
Գազայում եւ ուրիշ Սուրիայի, այսինքն Լիբանանի հարավային տարածքում ոչրագործություն է տեղի ունենում, եւ սրանք մարդիկ են ընտրվել, որ այդքան մոտիկ չեն այդ Իսրայելը Նյու Յորքում, եթե 3 միլիոն հրեա է ապրում այնտեղ, ամեն բիզնեսները հրեաների ձեռքն է Նյու Յորքում, որևէ հրեական ծես է լինում, մի կարևոր օր է հրեական, դուք գնաք Նյու Յորք, տեսնեք ոչինչ չի կատարվում, ամեն ինչը փակ է, որտեղ մեծ բիզնեսներ, խանութներ, բոլորը հրեաների միջոցով է ղեկավարվում եւ կարողացել է հաջողեցնել այսպես մարդիկ, որ այդպես Իսրայելի այսպես ծառայող մարդիկ չեն, դա տարօրինակ է այդ քաղաքի համար։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, բասկետբոլիստի, 3 բասկետբոլիստի մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է Փիձարթինին, հովանավորում է ծրագիրը, Բրբանքում է գտնվում, սա հեռախոսը համարն է, որևէ փիձա, եթե դուք պատվիրեք որևէ չափի, նման չափի փիձան երկրորդը 50% է զեղչ է կստանալու, ուրեմն մի տեսակը պատվիրում եք, երկրորդը 50% զեղչ է կստանալու, սա հեռախոսը համարն է Փիձարթինի։ Ծրագիրը հովանավորում են դոկտոր Թավանսի հովանավորում, աչքի վիրահատող բժիշկ է, իրեն գրասենյակները Գլենդելում է գտնվում, նաև գտնվում է Orange County-ում, այստեղ տեսնում եք Orange County-ում Coast Drive եւ այստեղ Costa Mesa քաղաքում է գտնվում, գեղեցիկ, ես 3 տնացնի, գեղեցիկ այսպես office ունեն եւ եթե դուք Orange County որևէ տարածքում ապրում եք, զանգահարեք, եթե աչքի ջուրը հոսում, եթե ագնոցի կարիք ունեք, եթե լենզ եք ուզում տեղադրեք, բոլոր այդ աշխատանքների համար զանգահարեք եւ ժամադրություն վերցրեք այս փորձառու ակնաբժիշկ։ Ծրագիրը նաեւ հովանավորում է դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում, եթե որևէ գեղագիտական աշխատանք պիտի կատարվի, դեմքի վրա զանգահարեք կվերադառնա։ Գիտեք, հաճախ այսպես է լինում, որ եթե մարզիկը կին է կամ հաղորդավարուհի է, TV host է, մարդիկ ոմանք նայում են, սիրահարվում են այդ կնոջ վրա կամ այդ աղջկան վրա սիրահարվում են։ Այսպես է, որ ես ուզում եմ ցուցադրել, այստեղ տեսնում եք այս աղջիկը, ում որ տեսնում եք, իրեն մեկը տեսնում է, ուղղակի սիրահարվում է իրեն վրա եւ այս անձնավորությունն է, ինչ որ հետո սկսում են համակարգություն գրել, որ ինքը ուզում է հանդիպի, սա Ինդիանայից էր այդ մարդը, ինչ որ տեսնում եք այստեղ, ասում է, որ ես քեզ շատ սիրում եմ, 1000% քեզ սիրում եմ, եւ դու ինձ սիրես եւ ես քեզ հետ կամուսնանամ, ուրեմն այդպես գրում է այս բասկետբոլիստ, այդ երիտասարդ կնոջը, աղջկան, եւ դու շատ մոտ ես, քո բնակարանը ինձանից շատ մոտ է, ուրեմն ուզում եմ հանդիպեմ, ուզում եմ ամուսնանամ։ Եվ մեկ ծանրոց ինքը տանում է, անձնում է եւ այսպես տեսնում եք t-shirt է տնում եւ այսպես կոլոն է սպրեյ անում ակուստի վրա Guns N' Roses t-shirt, այդ Guns N' Roses այդնի է t-shirt իրենցը, այսպես ղրկում է այդ երիտասարդ կնոջ համար, այդ բասկետբոլիստի համար։ Ասում եմ, ես ամեն ինչ արել եմ, որպեսզի քո ուշադրությունը գրավեմ ինձ, ուրեմն սրանք բոլորը գրում է այս ում որ տեսնում եք այս կիններ։ Համենայն դեպս իրեն ասում են, որ մի շարունակի, դատի պիտի տրվի, բանտ կգնաս, ուշադրություն չի դարձնում, ամենայն դեպս եւ բարկանում է եւ ասում է ամեն ինչը վերացնելու եմ։ Սա մեկ ուրիշ անձնավորություն է, այստեղ տեսնում եք, որը սիրահարվում է մեկ ուրիշ բասկետբոլիստի վրա, որ հիմա կտեսնեք, մյուսը սա է,
շատ ճանաչված բասկետբոլիստ է այս մեկը Քեյլեն Փարք, այսինքն սա մեկ ուրիշ թենիս խաղացող է անգլիացի British, որտեղ Դուբայում խաղում մեկը տեսնում է սիրահարվում է, նա ուզում է սրա հետ անում, բայց ամենայն դեպս առաջինը ինչ որ ցույց տվի Ինդիանա նահանգից իրենց երբականներն են եւ պիտի դատի տան շատ հեշտությամբ տեսնում են ու անմիջապես սիրահարվում են եւ ինչպես եղել է պետք է ձեռք բերեն այդ կնոջը կամ ծանոթանան ամուսնանան իրենց ցանկությունն է երևի հոգեկան խանգարումներ կա այդտեղ ես ուզում եմ նաեւ հիմա խոսել Ալասկայում մեկ օթանավ գիտեք մասամբ փոքրիկ օթանավ եթե ցուցադրենք ստիված է լինում վայր նստի տեսնում եք այսպես խոտերի մեջ 10 հոգի օթանավի մեջ են լինում մասամբ շատ քիչ մեկը փոքրիկ վնասներ է լինում այսինքն այսպես տեսնում եք օթանավից իջնում են եւ պետք է գնար այս օթանավը ճամփորդություն շարունակել եւ ինչ որ այս անձնավորությունը ասում է որ փայլեթը մեզ ասաց որ ստիված է միտեղ նստի որովհետեւ եւ ասել է ձեր սիթբելթը անպայման դրեք որովհետեւ մենք պետք է այդ խոտերի մեջ վայր նստենք ուրեմն տեսնում եք այսպես տեղի ունենում աշխատանքը հետո իհարկե հելիկոպտերով գալիս են բոլորին տանում են տեսեք ուր անիվի տեղերն եք տեսնում այս օթանավի բայց դրանով անդերձ մեկին վնաս չի հասել այստեղ տեսնում եք Ալասկայում իջնում է այսպես հելիկոպտերը գալիս է որպեսզի իրենց ճամփորդներին տանի հետո կմտածեն օթանավի մասին ինչ պիտի անեն այսպես տեսնում եք իսկ ես եթե շարունակեին մեկ ուրիշ սա օթանավ է Air Canada որը Նյու Յորքից գնում էր դեպի Կանադա էր գնում եւ օթաչուն գլխի կամ ուղեղի կաթվածք է ունենում եւ օկնականը իր օգնում է որպեսի կարողանան վայր նստի օթանավը այստեղ տեսնում եք որ emergency վայր է նստում կամ իջնում է ավեշուտ տեսնում եք այդ օթաչուին է ինչ որ հանում են որպեսի տանեն հիվանդանոց հասցնեն իրեն եւ հետո ճամփորդներին մեկ ուրիշ օթանավով շարունակում են դեպի Կանադա պետք է գնային շարունակում է այդ տեսեք այսպես դեպքերը հաճախ պատահում դրա համար է որ դուք տեսնում եք օթանավում միշտ ճամփորդական օթանավներ այս passenger օթանավները միշտ երկու օթաչու են ունենում այս պատճառով որ մեկ օթաչուին կարող է մի բան պատահի ինչ պիտի պատահի հետո այդ ժողովուրդը այդ օթանավի մեջ են դրա համար պետք է անպայման երկու հոգի օթանավում օթաչու լինեն լիրավ որ կարող են այդ տեսակի օթանավը ղեկավարեն ես պիտի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից երկրաշարժի մասին պիտի խոսեմ ծրագիրը հովանավորում է Չոփուրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում Չոփուրյանները երեքը փաստաբաններ են ձեզ են առաջարկում եթե ավտովթար եք ունենում, accident եք ունենում, զանգարեք այս հեռախոսահամարի համարի 818-244-47-47 համարով իրենց հետ խորհրդակցեք եւ ձեր մտահոգությունները իրենց հանձնեք։ Դոկտոր Parker Ջահանգիրն ովանավորում ծրագիրը ալերգի եւ ասմայի մասնագետ է, եթե դուք այդպես տարապում եք ալերգիից, ասմայից տարապում եք, զանգարեք ժամադրություն վերցրեք, Գլենոքս փողոցի վրա է գտնվում։ Hollywood Piano-ն է ովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է։ 600 դաշնամուր կա այնտեղ, որևէ երկիր դաշնամուր է արտադրում իրենք այնտեղ ունեն։ Երկու հարկի մեջ է սա 1928 թվից
Hollywood Piano-ն աշխատում է Raffi's Market-ն է ովանավորում Burbank-ում է գտնվում պատրաստի ճաշ ունեն եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու կվերադառ San Francisco-ի հյուսիսում փոքրիկ քաղաք Redwood Valley կոչված մի քաղաք որ այսօր այնտեղ երկրաշարժ տեղի ունեցավ եւ հետո aftershock ունեցան տեսնեք այստեղ ինչ է կատարում 5.6 ուժգնությամբ էր բայց մի բախտավոր էին որ նախքան պատահի 1 միլիոն մարդ իրենց երբ որ իրենց տեղեկությունը տվել են իրենց ուրեմն ռախոսի այսինքն տելեֆոնի վրա գալիս է որ շուտով մի քանի վայրկյան հետո երկրաշարժ է տեղի ունենալու եւ գիտեք դա շատ է օգնում բայց ամենայն դեպս 5.6-ը բավական հզոր երկրաշարժ է տեսեք մի խանութ այնտեղ ապրանքները բոլոր թափվում ջարդվում են Northern California ասացի մեկը 5.6 էր մյուսը ավել մի քիչ պակաս էր 30 վայրկյան է տեղի ունենում տեսեք շունը անդրադարձել է նախապես փախչում է 180 մայլ, տեսեք մեքենան ինչ է կատարվում San Jose-ն 180 մայլ հեռավորության է բայց այդ մարդիկ նաև անդրադարձել են որ երկրաշարժը տեղի ունենում իրենց մոտ չէր բայց այդ հեռավորության այս երկրաշարժը տեղի ունեցել եթե դուք այնտեղ բնակվողներն եք եղել երևի տեսնում եք ինչ է կատարվում այսօրվա երկրաշարժը San Francisco-ի հյուսիսում Redwood Valley կոչվող քաղաքում դուք տեսնում եք տեղի ունեցող երկրաշարժը տեսեք մեքենաները նաև ինչպես շարժում են իսկ ես հիմա ուզում եմ խոսել երկրաշարժ տեղի ունեցավ Վենեսուելայում Վենեսուելայի երկրաշարժն եք տեսնում որը այս երկրաշարժը նախ 7.1 Ռիխտերի սկեյլի վրա 7.1 ուժգնությամբ էր եւ հետո անսովոր որ 7.5 ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ ենթադրում են դեռ չեն ասել որ քանի հոգի է մահացել նախ 6-ից մի քանի րոպե անց էր հետո մի քանի րոպե հետո նորից մեկ ուրիշ երկրաշարժ է տեղի ունենում Վենեսուելան գիտեք պաշարված էր տարիներ այսպես եւ շատ դժվար կացության մեջ է ժողովուրդ հիմա նոր նախագահ Թրամփը երբ որ ձերբակալեց նախագահին բերեց այստեղ հիմա փոխնախագահն է կառավարում Ամերիկայի հետ հարաբերությունը լավ է այսպես տեսնում եք երկրաշարժը երկու երկրաշարժ տեղի ունեցավ Վենեսուելայում Վենեսուելան աշխարհի ամենաշատ նավթ ունեցող երկիրն է որևէ երկիր այդքան նավթի պաշար չունի ինչ որ Վենեսուելան ամենայն դեպս այս երկու կետն է Վենեսուելայի անցնենք առաջ որը տեղի ունեցել այս երկրաշարժը բայց ասացի դեռ մինչև հիմա չեն հստակացրել քանի հոգի է մահացել վիրավորներ ասացին 20 հոգի 30 հոգի բայց ինչ որ նորից կրկնում եմ ասում են 10,000-ից մինչև 100,000 մարդ կարող է այս երկրաշարժի հետևանքով փլատակների տակ մնացած լինեն ես ուզում եմ ձեզ ցույց տամ մի տարօրինակ դեպք որը մեկ բանկի Chase բանկի աշխատողը որը executive է այսինքն ղեկավարում է մի մասը բանկի գալիս է այս վերջին ժամանակ Նիքսը որը բասկետբոլի թիմն է Նյու Յորքի դարձավ երկրի առաջին տեղը գրաված Ախոյանը դարձավ այս երկրի բասկետբոլի մեջ 53 տարի նման տեպ չէր տեղ ունեցել եւ այդ բերումով երբ որ շքերթ էին կազմակերպել այս մարզիկները յուրահատուկ աղբի աման էին պատրաստել տեսնում եք ուրախության օրներ մի քանի օր առաջ տեղի ունեցավ մարդիկ ընդունեցին իրենց թիմին այսպես որ ես ցույց էի տվել ձեզ իսկ այս կինը գալիս է հիմա անցնենք առաջ տեսանյութ տեսեք եւ այդ բասկետբոլի թիմն է որ մեքենայով անցնում են
Այս կինը, որ ասացի ինքը կարևոր անձնավորություն է, աղբի ամանը գեղեցիկ աման է, եթե կարողանում եք սովորական աղբի աման չի, յուրահատուկ պատրաստել են այդ օրվա համար, այսինքն սովորական աղբի աման չի, տեսնում եք, այս կինը գալիս է վերցնում է աղբի ամանը եւ տանում է որպես հիշատակ իր տունը տանի, բայց ինքը բանկի JP Morgan Chase-ի ղեկավար անձնավորություն է, բանկը անմիջապես երբ այս նկարը կամ այս վիդեոն բացահայտում է, տեսնում են, որ ինչ է արել, իրեն անմիջապես բանկից հանում են, վտարում են, այստեղ տեսնում եք, հետո այդ աղբի ամանն էլ հետ են վերադարձնում, հիմա ոմանք այսպես տեսնում եք New York City-ում գրել են շնորհավոր հետ վերադարձդ աղբի ամանին են գրել, դու որ չկայիր մենք քեզ կարոտել էինք, այսինքն այս աղբի ամանին գրել են, որ մենք քեզ այսպես հույս ունեինք, որ վերադառնա կամ կարոտել էինք այս աղբի ամանին։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, պետք է շարունակեմ ծրագիրը, այն ժամանակ պիտի խոսեմ General Donahue-ի մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, միրը բաս ունեն, ձեզ կտանեն կվերադարձնեն եւ այնտեղ կարող եք զբաղվել ձեր հասակակիցների հետ խաղերով, ուրիշ զբաղումներ կա այնտեղ զանգարեք, եթե ցանկություն եք այս տարիցների կենտրոնը այցելել։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, որ այս ժամանակ, այս ամառային ժամանակ իրենք կեսօրից մինչև ժամ 6-ը բացեն։ Սա հեռախոսահամարն է, զանգարեք, նախքան գնալ, ամենայն դեպս արտասահմանից հագուստ են բերել, կոշիկներ են բերել, բոլորը կարող եք գնալ, տեսնեք, մեծ զեղչ նաև նկատի են առել։ Ծրագիրը հովանավորում է Անաշե Գիֆտն է հովանավորում ծրագիրը, այս ինչ որ տեսնում եք, ահա այստեղ ինձ մոտ է, որ ինչ որ ուզում եք մանրացնել, տեսնում եք $14.99 են իջեցրել, $25 իջեցրած է, սա չափն է, տեսնում եք, կարող եք վերցնել, ուրիշ ինչ որ պատրաստում եք, շատ հանգստորեն կարող եք օգտվել եւ մանրացնել սրա մեջ։ Միս կլինի, ուրիշ բան կլինի, բանջարեղեն, բոլորը այս մեքենան օգտագործելի է կվերադառնա։ Ամերիկայի վերջին գեներալը, որ Աֆղանստանից դուրս եկան, եթե հիշեք, ստիպված եղան ամերիկացից փախչեն Աֆղանստանից, վերջի անձնավորությունը, զինվորականը, որ դուրս եկավ, լրիվ Աֆղանստանի պատերազմի ղեկավարն էր, 4 աստղանի ղեկավար էր, եւ այս անձնավորությունը հիմա պաշտպանության նախարարի հետ Հեքսետ անունով, որ նախագահ Թրամփն է նշանակել, որևէ փորձառություն չի ունեցել նախարար լինելու, նախարարի օգնական լինելու, պաշտպանության նախարարությունը ամենամեծ նախարարություններից մեկն է, 1 trillion բաջետ ունի, այսինքն 1000 բիլիոն բաջետ ունի այդքան, եւ այնտեղ զինվորականներ աշխատում են 1,350,000 զինվորականներ կան, հագուստով մոտարապես հարյուրավոր հազարավոր մարդ նաև աշխարհական պաշտպանության նախարարության մեջ է աշխատում։ Ամենայն դեպս այս փորձառու գեներալը, որ պատերազմների է մասնակցել, ուրեմն իր հետ վիճաբանություն են ունենում եւ ինքը հանկարծ ասում է ես հրաժարվում եմ։ Այն գեներալներից էր, որ կարծում էին, որ հետո Աֆղանստանից հետո եղավ ղեկավարը ամերիկյան ուժի, Եվրոպայում, Աֆրիկայում ղեկավարներ, սովորաբար երբ որ այդ աթոռը զբաղեցնում են, հետո գալիս են ընդհանուր ղեկավարն են լինում կամ սպայակույտի ղեկավար են դառնում, բայց որովհետև այսպես վիճաբանում է նախարարի հետ իրեն անփորձության, սխալ բաներ ասելով, այս գեներալը հրաժարվում, ուզում եմ ձեզ ցույց տալ այստեղ, տեսնում եք, սա վերջին անձն է, որ Աֆղանստանից դուրս է գալիս։ Այստեղ իրեն տեսնում եք 54 տարեկան մեկ անձնավորություն, այս գեներալը 2021-ին էր, որ Աֆղանստանից դուրս էր եկել, 4 աստղանի գեներալ էր, իրեն հիմա դարձնում են 3 աստղանի, մի աստղն էլ իրենից վերցնում են, ուրեմն այսպես թողնում է
այս փորձառու անձնավորությունը հեռանում է աշխատանքից, որովհետև շատերի օրինակ հեքսեթե որ եկեներ սև անձնավորություններ ընդհանուր սպայակույտի ղեկավարը իրեն ասաց որ հրաժարվի եւ ուրիշ կանայք հիմա չեն կարող շատ բարձր գեներալներ դառնալ պատերազմում նախապես կարող են կանայք նաև գնային պատերազմի դաշտ հիմա դա կտրելն է որ տղամարդը միայն կարող է գնալ շատ մեծ փոփոխություն է բերել այս հեքսեթը երևի նախագահի համաձայնությամբ ամենայն դեպս նաև հրաժարվում այս գեներալը ես ուզում եմ շարունակել եւ խոսել մեկ ընձուղտ որը տեսնեք կորեն է ջրաֆը San Antonio Texas-ի տարածքում էր պահվում էր այնտեղ 3 տարեկան է այս ջրաֆը Gracie անունով հիմա կորեն է մտահոգված են որ կարող է առյուծը որտեղ ցակ է մասամբ ամարվում նաև քայոթիները խմբական են հարցակվում քայոթիները եւ ուրիշ կենթանի կարող է իրեն վնասեն եւ $5,000 գրամ այսինքն դոլար հատկացրել են որ Grace անունը սրա որ իրեն ապահով եթե կարողանա մեկը գտնի ու վերադարձնի երկու շաբաթ առաջ էր կորել իհարկե սա շատ երկար ժամանակ է որ այդքան երկար ժամանակ կորի մեկ կենթանի երկու շաբաթ փնտրում են գտնեն այս անձուխտին կամ ջրաֆին փորձում են գտնեն ես պիտի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից սկաթիշները կամ սկատլանդի բնակիչները տեսնեք իրենց թիմը երբ խաղում այնքան կարեջուր են խմում որ տեսնեք հետո ինչ է լինում եւ վերջավորությանը մեկ երեխա որը կորցրել էր այս խաղալիք շնիկ ուներ կորցրել էր գտնում են իրեն համար դրա մասին խոսեմ այս ծրագիրը հովանավորում է դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիր եթե թաթի վրա թաթի տակ վերք է քայլում եք շնչասպառ եք լինում զանգարեք այս հեռախոսը համարին ինքը վիրահատող բժիշկ է նաև այս հարցերը եթե ունեք կարող եք խոսել Orange County-ում գրասենյակ ունի Commerce Encino Glendale Glendale-ում 616 East Glenox փողոցի վրա է գտնվում Comfort Zone-ն է հովանավորում ծրագիրը հիմա շատ շոկ է եթե air conditioning-ին վերաբերող աշխատանքներ պիտի կատարվի զանգարեք այս հեռախոսը համարին կվերադառնա Սկատլանդից եկողները, այդ սկաթիշները, այսպես կոչվում են, շատ կարեջուր են խմում։ Ես այդ ցույց էի տվել, որ երբ որ թիմը պետք է Բոստոնում խաղ ուներ, այնքան կարեջուր են խմել, որ կարեջուրի պակաս եղավ։ Սկսվեց հետո նրանից հետո բոլոր տեղ գիտեն, որտեղ որ սրանք են, պետք է 3 անգամ ավել կարեջուր պահեստի մեջ ունենան, որ բավարարեն։ Ամենայն դեպս խաղը պետք է տեղի ունենա Մայամիում, վաղը Բրազիլիայի հետ։ Բրազիլիան գիտեք ամենահզոր թիմերից մեկն է, բայց իրենք դուրս են եկել իրենց թիմին հովանավորելու, այստեղ տեսնում եք իրենց տեսեք ինչ շքերթ են կազմակերպել իրենք նվագախումբը, այսպես տեսնում եք, եկել են քաջալերելու կամ գնացել են Մայամի քաջալերելու իրենց թիմը եւ կարեջուր իհարկե անպակաս է անպայման պիտի շատ կարեջուր խմեն սա անցյալ ժամանակ էր Բոստոնում էր որ այնքան կարեջուր են խմել պակաս էր եկել իսկ հիմա նորից տեսնում եք Մայամիում եք իրենց տեսնում եւ մրցությունը պիտի տեղի ունենա ոչ ոք չի սպասում որ Բրազիլիան չհաղթի իրենք շատ եկել են խրախուսելու որ տեսնեն իրենց թիմը հաջող լինի։ Ես հիմա տեսնում եք այստեղ ես հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել ինչ խաղեր է տեղի ունենում, մասամբ երևի դուք հետաքրքրվում եք, նայում եք այս մրցությունները, այստեղ տեսնում եք ինչ գրուպները, տարբեր գրուպ B եւ այնտեղ C եւ A տեսնում եք, որ Շվեյցարիան պետք է Կանադայի հետ խաղա, հետո Բազնիան Կատարի հետ աչում տեսնում եք գրուպ C-ի մեջ
Մորոկո, Հայիթիի հետ տեսնում եք արդյունքներն եք, թիմի արդյունքներն եք, խաղի արդյունքներն եք տեսնում, Սկոտլանդ, Բրազիլիա, այստեղ տեսնում եք ինչ որ մասին խոսում եմ, թվում է 3-0 հաղթել են բրազիլացիք, որ շատ զոր թիմ է։ Հետո նաև հարավային Աֆրիկան 1, South Korea 0, տեսնում եք այստեղ, եւ նաև Չեխ Ռեփուբլիկը Մեքսիկոյի հետ արդյունքները ամենայն դեպս այս ֆուտբոլի խաղերի տեսնում եք այստեղ։ Իսկ վերջավորության ես ուզում եմ խոսել մեկ երեխա 10 տարեկան է հիմա, բայց 1 տարեկանից 1 տարեկան մի քանի ամիս ունեցել է մեկ այսպես շուն է ունեցել, շուն ունեին, մանում է այդ շունը, այդ իրեն, երբ որ այդքան փոքր է։ Իր համար խրծիկը կամ այս խաղալիք շունը գնում են իր համար եւ հետո շարունակենք տեսնում եք այս միշտ իր հետ է լինում անընդհատ այս շունը, այս խաղալիք շունը, այսպես տեսնում եք իր հետ է։ Իսկ մեկ անգամ Մինեապոլիսից Բոստոն գնալու տեսնում եք աչում իրեն այդ օրինական շունը ինչ ունեցել է ծախում, հետո խաղալիք են իրեն տալիս, որ հիշի։ Դելթա օթանավում կորցնում է, այսպես տեսնում եք այդ խաղալիք շունը կորում է, բայց եւ այնպես գտնում են Մինեապոլիսից Բոստոն գնալիս կորցնում են, այսպես տեսնում եք օթանավի մեջ այս խաղալիքը հետներ կորում է ու մեկը գտնում է այս ոստիկանը, հետո զանգը արում է, այստեղ տեսնում եք ու ասում է, որ այդ շունը գտնենք, կարող ես գաս եւ տանես, տեսնում եք, բերում են իրեն շունը, այսպես ասում են դու ով ես, քննում են, հետո ասում են սա է քո շունը, այսպես տեսնում եք իրեն անցնում են, ուրիշները նկարում են այս վիճակը եւ ուրախությամբ իր շանը տանում է, տեսնում եք այս պոլիսի հետ նաեւ նկարվել է ուրախության, որ իր շանը կտեն է 9 տարի ունեցել է եւ կորեր էր մեծ մտահոգություն էր այս երեխայի համար, ամենայն դեպս կտեն է ուրախությամբ տուն է գնում։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։